Կապրում ենք այնպիսի մի ժամանակաշրջանում, որ ունենք հսկական պատմական հետընթաց եւ Քրիստոսի եկեղեցին հաղթահարել է բազում փորձություններ, բազում պատմական դիպվածներով է անցել ու այդ դիպվածների մեջ այո կան նաեւ նմանատիպ շատ ու շատ դեպքեր ու շատ հերձվածների միջով եկեղեցին անցել է։ Այո, երբեմն դրանք եղել են օտար գերտերությունների կողմից հայոց եկեղեցու վրա հարձակումներ, երբեմն դրանք եղել են նաեւ հենց մեր հիշում ենք շատ աղանդավորական հարձակումներ, հիշում ենք Թոնդրակյան շարժումը, այսինքն հայոց եկեղեցու վրա հարձակումները ներսից, դրսից, յուրայիններից եղել են ու եկեղեցին ունի բավականին հստակ մշակված կանոնակարգ, եկեղեցին ունի նաև հստակ դավանանք, վարդապետություն, որին հավատարիմ է մնացել դարեր շարունակ ու ես միշտ ասում եմ, եկեղեցին մեր հանրապետությանը տալիս է անկախ լինելու փայլուն դաս ու օրինակ։ Այսինքն այս ամբողջ դարերի ընթացքում որևէ վայրկյան հայ առաքելական եկեղեցին իր անկախությունը չի կորցրել։